Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ Հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, այս եթերաշրջանն անցավ շատ դրամատիկ եւ հետաքրքիր պայքարում։ Այսօր մեզ մոտ ամառային եթերաշրջանի եզրափակիչ խաղն է։ Վերջին խաղում Սուրեն Մանուկյանի թիմը հաղթեց հեռուստադիտողներին 6-0 հաշվով։ Սակայն ստեղծվել է ֆորս մաժորային իրավիճակ, որի պատճառով այդ թիմը չի կարող մասնակցել այսօրվա խաղին։ Մենք կհանդիպենք այդ թիմի հետ ձմեռային եթերաշրջանում։ Իսկ այսօր անակնկալները շարունակվում են եւ մեր եզրափակիչ խաղում հանդես կգա տարբեր տարիների Մարմարե արծվի մրցանակակիրների հավաքականը եւ ես խաղի եմ հրավիրում Տիգրան Քոչարյանի թիմին։ Մարմարե արծվի մրցանակակիր գործարար Արմեն Բալյան, Մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր կենսաբան Սամվել Խաչատրյան, Մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր մաթեմատիկոս Արտյոմ Ղուկասյան, ոսկե եւ Մարմարե արծիվների մրցանակակիր ծրագրավորող Լևոն Գրիգորյան, Մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր իրավաբան Հայկ Ղազազյան եւ թիմի ավակ Մարմարե արծվի մրցանակակիր մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյան։ Տիգրան Քոչարյանի թիմի դեմ այսօր կխաղան Նարեկ Ավետիսյանը, Մեհեր Վաղրամյանը, Պատվական Համբարձումյանը, Սուպեր Բլից, Վարդուհի Ավակյանը, Անահիտ Ղազարյանը, Կարեն Աբրահամյանը, Բլից, Հասմիկ Զաքարյանը, Հասմիկ Ղուկասյանը, Գայանե Ազարյանը, Արտակ Թաթևոսյանը եւ Հարց Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ ամառային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոնայք, այս պահին սեղանի շուրջ նստած է 3 ավակ, 3 Մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր եւ 1 Մարմարե եւ ոսկե արծիվների մրցանակակիր։ Ենթադրաբար, եթե իհարկե դուք կարողանաք հաղթեք հեռուստադիտողներին, հնարավոր է այսօր մենք ունենանք Մարմարե արծվի եռակի մրցանակակիր։ Ձեր դեմ խաղում է Անահիտ Ղազարյանը, թոշակառու Երևանից։ Ռեյ Բրեդբերի Փարք ցեղապետին պատմվածքի հերոսները մի հնդկացու հետ զրուցելիս իրենց ուշադրությունն էին հրավիրել մեկ այլ ավելի կարճահասակ հերոսի վրա։ Ուշադրություն հարցը. իսկ ինչի հետ է Ռեյ Բրեդբերին համեմատում այդ կարճահասակ հերոսին։ Ժամանակ։ Բոյովները կարճահասակի հետ։ Սեկոյա ուրիշ ծառ։ Փետուրների կարող է բանի Տարբերություն կա։ Ամերիկայում ինչ կա, բարձր ու կողքը միած հաց։ Մականունի մասնախոսքը գնում է, ցեղապետի մականունի ավելի կարճ ամենացածներից բայց կարևորը։ Հա, բութմատը լավ է շատ։ ձեռների, հա, Առանց բութմատի չես կարող ոչինչ անել, շատ առանց կարևոր է։ իրա ինքը ոչի բան չի կարող։ Բութը չկուտից կարճ է, չես իմանում։ Բայց Առանձնան չես կարող բռնել։ Ոնց է հարցից։ Փետուրների դասավորվածության հետ կապված Դենը կարող։ շատ է, ու զուգահեռ է, 2-2 է իջնում, Հայտնի ասենք, Ամերիկայում հայտնի խաղ կա, որտեղ ֆիգուրներից մեկը կարճ է։ Ինձ հնդկացիները դժվար իմանային, ցեղապետը խաղերից։ Էլ ինչ իրանք ունեն, sense ինչ որ equalizer տարբերակ։ Ամերիկյան բան կանենք մտածում։ Սար, չգիտեմ, Մակինլի, Դենալի, բայց Կենտրոնի չի մարդ չի, էլի ինչ որ առարկա է կամ Արարատը։ Ինչի հետ առարկա պետք է լինի, հա։ Մատը բաց չի։ Արարատ տեսած կարող է լինի։ առատը կարճ չի։ ցեղապետը է։ Ժամանակ, պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Պատասխանում է Լևոն Գրիգորյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։
Քանի որ ավելի լավ արկած չունեցանք, ենթադրենք հետևյալը, բութ մատը չնայած մնացած մատերից ավելի կարճ է, բայց նա շատ կարևոր է։ Երևի բութ մատի հետ։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոնայք, այդ հերոսը թարգմանչի դեր է կատարում։ Այնպես, ինչպես օտարալեզու ֆիլմ դիտելիս պատմվածքի հերոսները թարգմանության համար ներքև էին նայում։ Ահա թե ինչու Բրեդբերին ցածրահասակ հերոսին համեմատում է ենթագրերի, սուբտիտրների հետ։ 1-0 հոգուտ հեռուստադիտողների Անահիտ Ղազարյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ույուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի Ցրվենա Զվեզդա ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Նահիր Տիկնիզյանը նվիրում է բրիտանացի հռետոր Ջիմ Լոուլեսի գնա այնտեղ, որտեղ վախենալու է մոտիվացիոն աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը երկրորդ խաղափուլ։ Պարոն Գրիգորյան, Այո։ սիրում եք ենթագրերով ֆիլմեր դիտել, թե կարծում եք, որ դրանք բացասաբար են ազդում ֆիլմի Ոչ, չեմ ամբողջակը։ սիրում, որտեղ շեղում է ուշադրությունը, չեմ կարող միաժամանակ համ սյուժեին նայել, համ կարդալ, չի ստացվում մոտս։ Ես էլ, պարոն Գրիգորյան։ Ձեր դեմ խաղում է Կարեն Աբրահամյանը, մենեջեր Երևանից։ 2013 թվականին անգլիացի գործարար Ջոն Հոուքրիջը առանց համայնքային իշխանությունների թույլտվության տեղադրեց մի բան, ինչի շնորհիվ Սասեքս կոմսության Upper Hartfield գյուղում գտնվող իր փաբի եկամուտները զգալիորեն ավելացան։ Ուշադրություն հարցը. ինչ խորամանկ քայլի էր դիմել գործարարը, ժամանակ Дорожный знак կարալի։ Կարալի։ Это նորմալ է, դարոժնի զնակը չի կարա առանց դա։ Խորամանկության պետք է լինի, հա։ Աչ նկարով սլակա։ Մենակ դեր գնան, հա, մենակ են կողմ գնան։ Ճանապարհը ուրիշ ձև է գնալու տեղը ինքը բան է։ Ինչի է շեշտում սասեք։ Գյուղի անունը եւ այլն։ հա, գյուղի անունը ինչ որ Միշտ ինչ որ անկաբան է ասում, որ Իսկ ինչ որ աստրի է բան, Պետք է համայնքի հետ համաձայնեցնի։ Դա փաբի անունը Դրոշտա կախե, ժողովուրդ անգլիա դրոշտա կախե։ ոնց է դա դրոշը արձան ինչ որ ժողովուրդ ֆուտբոլիստի գյուղ աստրի մտնելու նշանը, որ այս Դա գյուղը մասում ստեղից Զնաչոկը տենց է դրել իր մոտ մտնեն։ Իս թվաց դու ասում ես շրջադարձ ժողովուրդ ուրիշ ցուցանակ, ինչ որ ուրիշ տիպի բան կարա լինի։ արձան կամ ինչ որ տես մի բան, որ ասենք դրա Ով համար աստ, գալիս եւ են այլն ասում են չպետք է համաձայնեցնել, մոմից ինչ որ չէ, հայտնի աստրի արձան, որ գան հետը Գյուղի նկարվել։ անունն է փոխել։ Հաբը մեր Գյուղի անունը չի կարող Այդ մեկը չէ, այդ մեկը վախ։ Կարա իր փաբը գյուղի անունով դնի օրինակ։ ինչ որ Դե, մի բան բայց կա, ինչով է որ ինքը օգնելու։ չի կարա, բայց արել է։ Հա, ինչ որ մանր բան Առանց պետք է։ Ոչ քրեական էլի։ Պատասխանում է Արծեմ Ղուկասյանը։ լսում ենք ձեզ, պարոն Ղուկասյան։ Ենթադրենք այդ խորամանկ անգլիացի բիզնեսմենը ինչ որ մի թեթև փոքր մանիպուլյացիա է արել ճանապարհային երթևեկության նշանների հետ, այդպիսով դրթելով մարդկանց, ովքեր չէին պատրաստվում օրինակատվությամբ գնալ իր փաբ այցելել, ստիպված լինեն այդ ճանապարհով գնան ու հայտնվեն իր փաբում։ Հասկանալի է, Փաբում բառում։ հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այս պատմությունը իրական դեպք է, պարոն Ղուկասյան։ Հոուքրիջը նկատել էր, որ իր հաստատության մոտ գտնվող ճանապարհի երկայնքով անցնում է ավտոբուսի երթուղի։
Սակայն կանգառը շատ հեռու էր։ Արդյունքում Ջոնը որոշեց հենց իր փաբի մուտքի մոտ կեղծ կանգառ տեղադրել։ Դրա շնորհիվ հաճախորդների թիվը սկսեց կտրուկ աճել, ավտոբուսը հարմար էր նաև այն հաճախորդներին, որոնք թողնելով իրենց ավտոմեքենան տանը գալիս էին փաբ հաճելի ժամանակ անցկացնելու։ Իդեպ 2 տարի շարունակ բրիտանական իշխանությունները խորամանկությունը չէին նկատում։ 2-0 հոգուտ հեռուստադիտողների Կարեն Աբրահամյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար Էմմա Դանելյանը։ Բարի երեկո, Տիկին Դանելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Դանելյան, եթե մեկ բառով նկարագրեք Աթենքի կորպորատիվ մշակույթը, ապա որ բառը դա կլինի եւ ինչու։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն հաղորդավար։ Մեր ժամանակներում, երբ նույնիսկ բանականությունն է արհեստական, բնականությունը առավել մեծ արժեք է ձեռք բերում։ Թերևս այդ բառը բնականությունը կլինի, պարոն հաղորդավար, որովհետև մեր մշակույթը ոչ թե պարզապես պաստառների վրա է արժեքների եւ առաքելության տեսքով, այլ այն ամենն է, ինչ ամեն օր մեր աշխատակիցները զգում են, ինչպես շփվում են միմյանց հետ, ամենօրյա մեր որոշումները, այն մեր ներսում է եւ մեր շուրջը։ Բնականությունը։ Հասկանալի է, Տիկին Դանելյան, այսօր եզրափակիչ խաղն է, ինչ խորհուրդ կտակ մեր հեռուստադիտողներին, ինչպիսի հարցեր օրինակ ուղարկեն։ Դժվար հարց եք տալիս, պարոն հաղորդավար, չգիտեմ։ Այնպիսի հարցեր, որոնց գիտակները դժվարությամբ կպատասխանեն։ Այնպիսին ինչպիսին այս երկու հարցերն էին, հասկանալի է։ Ավելացնեմ, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Իսկ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Ղուկասյան, Այո, պարոն հաղորդավար։ կուզենայիք փապ կամ նմանատիպ ինչ-որ հաստատություն ունենալ։ Կարծում եմ ոչ հիմա, թոշակի անցնելուց հետո կարելի է։ Որպես բիզնես ավելի շատ, թե հաճելի հանդիպումներ Եվ կազմակերպելու համար ընկերների եւ թիմակիցների հետ։ Եվ այն։ Հասկանալի է։ Բլից 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Տիգրան Սրապյանը Երևանից հետաքրքրվում է։ Մերֆիի օրենքների համաձայն ինչին է հակադարձ համեմատական ամուսնության տևողությունը։ Ժամանակ Այդքան երկարա ամուսնությունը ինչքան դու երջանկության Ճոխությունը, հարսանիքի ճոխությանը։ Տեսողության ասում։ Օ, հարսանիքի ճոխությունը լավ հարսանիք են անում։ Ամենից հարսանիքա երկար ամուսնությունը ու հակառակը լավ վերցը։ Միջև հարսանիք ծանոթությանը։ Քանի տարի են միջև ամուսնանալ իրար ծանոթ։ Դե այնտեղ շատ չի կարա լինի։ Սիրո երջանկության չի կարող լինի։ ժամանակ Գրիգորյան Լևոնն է պատասխանում։ լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Հարսանիքի ճոխությանը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մերֆի օրենքների համաձայն ամուսնության տևողությունը, պարոն Գրիգորյան, հակադարձ համեմատական է հարսանեկան ծախսերին։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Մի քանի տարի առաջ ամերիկուհի Հեյլի Պավոնին ներկայացրեց մի գյուտ, որը նրա բնորոշմամբ ուղղված է կնոջ զգեստապահարանի ամենաանհարմար եւ միաժամանակ ամենացանկալի պարագային։ Այն թույլ է տալիս կնոջը կարևոր առիթով դուրս գալ տնից եւ հանգիստ վերադառնալ տուն։ Մայրանուշ Համբարձումյանը Երևանից հարցնում է. Ինչի է ձեռքի մեկ շարժումով վերածվում այդ գյուտը։ Ժամանակ Կապլուկով կոշիկը ցալվում է տակը, բալետկա Կապուկը դառնում որ հանգիստ քայլես։ ստալվում է բալետկա։ Միշտ է տալու։ Դուտակի պազնանյու։ Տեսել։ Որասա մունն կապատես։ Ամենաանհարմարը կաբլուկով է, այս։ Համ սիրուն է, համ անհարմար։ Մնացած անհարմար բաները դեֆիրում չեն կարող։ Կապակով է հետ գալիս։ Մեքենաների համար էի տեսել։ Պատասխանում է Արսեն Ղուկասյանը։
Լսում ենք ձեզ, Ձերքի պարոն մեկ Ղուկասյան։ շարժումով երկարակրունկ կոշիկի, այսպես ասած, կրունկը մտնում է կոշիկի տակ եւ հարմարավետ վերադառնում են։ Իսկ ինչ որ հանդիսավոր միջոցառման ժամանակ բարձրակրունկ կոշիկով են մասնակցում։ Հասկանալի է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հեյլի Պավոնին ներկայացրել է մի գյուտ, որը բարձրակրունկները վերածում է հարթ կոշիկների։ Իսկ հիմա ուշադրություն, վճռորոշ երրորդ հարցը։ Մարմարե արծվի մրցանակակիր Տաթև Մինասյանը Երևանից խնդրում է ձեզ ավարտել ամերիկացի դերասանուհի Սարա Ջեսիկա Փարքերի միտքը։ Ես հագնվում եմ ինչպես աշխատող մայրերի մեծ մասը։ Ժամանակ Ոնց որ իր երեխան է հաղթանում։ Հարցակուրթի ժամանակ Ինչը հասցրել եմ, ինչ տեսնում։ ինչը առաջի ինչ հասցրել։ Առաջի պատահածը էլի։ Աշխատմայր։ Աշխատող մայրերին չի կոնկրետ Նույն բանը ոնց կար աշխատավոր։ Ժոր, առաջին ինչ որ ձերի տակ կընկնի։ Դե հա, Okay, հա։ ժամանակ Հայ Ղազազյանն է պատասխանում։ լսում ենք ձեզ, պարոն Ղազազյան։ Ենթադրեք, որ ասել է հագնվում եմ ինչպես ցանկացած աշխատավոր մայր, այսինքն առաջի պատահած մաքուր զգեստ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ամերիկացի դերասանուհի Սարա Ջեսիկա Փարքերը մի առիթով ասել է. Ես հագնվում եմ ինչպես աշխատող մայրերի մեծ մասը, պարոն Ղազազյան։ Արագ, Նույնն չի։ դուք գտնում եք, որ նույնն է, ով էր ասում նույնն է։ Ես էի ասում նույնն չի։ Արագ է։ Պարոն Ղազազյան, Աղնավազն ես չեմ գտնում, պարոն Աղոտովար։ Եթե ինձ եք հարցնում, նույնը չէ իհարկե։ ես էլ եմ կարծում, որ նույնը չէ։ Տաթև Մինասյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ որտեղ երբ հեռուստախաղին, կամ info@pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Հարց Յունի բանկից։ Ձեր դեմ խաղում է Յունի բանկի վարչության նախագահ Մարմարե արծվի մրցանակակիր Մեսրոպ Հակոբյանը։ Պարոնայք, սա դասական թիմային հարց է Մեսրոպ Հակոբյանից։ Ստորև բերված են տողեր 1945 թվականի Բրոդվեյան մի մյուզիկլից։ Գրի առեք, երբ քայլես փոթորկի միջով բարձր պահիր գլուխդ հպարտ, մի վախեցիր մթությունից, քանի որ փոթորկից հետո կծակի ոսկեգույն երկինք եւ կհնչի արտույտի քաղցր երգը։ Քայլիր քամու միջով, քայլիր անձրևի միջով, թող երազանքներդ ծրվեն ու մաշվեն, քայլիր, քայլիր հույսով սրտում։ Ուշադրություն հարցը։ 1 րոպեից ավելացրեք եւս 1 տող եւ նշեք, թե որտեղ մինչ օրս բարբերաբար կարելի է լսել այս տողերը։ Ժամանակ։ Յունիլները Volcalone, Շատ լավ է, Սպանությունն է, Volca որտեղ քայլի շատ ասես։ Քայլի ոչ շատ լավ։ Թիմայի Լիվերպուլը թիմայի։ Թմային։ Շատ լավ է, շատ լավ։ Դե Ուրիշ բան մտածենք, այդ հին Ու հայտնի այդ թվերի երգ է։ կարա լինի հաստատ։ Չէ, ինքը հին երգ է, ավելի հին։ Քայլերից էլի երգ գիտեմ, բայց չեմ։ 45 թվական հին, պրինց։ Հա, ավելի հին է։ Լավ երգ է։ Թե կարարի պրոստը վերցներ, բանա։ Շատ լավ, շատ սիրում։ Մենք ուզում ենք պատասխանենք, պարոն Հաղորդավար։ Լսում եմ ձեզ։ Այդ երգը մենք կարող ենք լսել Լիվերպուլի մարզադաշտում, ինքը You Will Never Walk Alone երգն է։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Հակոբյան, ինձ թվում է հիմա համաձայն եք, որ ճիշտ պատասխանեցիք։ Այո։ 3-1։
Տիկնայք եւ պարոնայք, մեր դալիճում ներկա է Եվրոստան ույուտ ընկերության համասեփականատեր Դավիթ Բադեյանը։ Բարի երեկո, պարոն Բադեյան։ Բարի երեկո, պարոն Արտավար։ Պարոն Բադեյան, այսօր եզրափակիչն է։ Նախ ինչպես կգնահատեք այսօրվա խաղը։ Բավականին հետաքրքիր։ Սպասումներով լի։ Իսկ ինչ խորհուրդ կտաք գիտակներին կամ ինչ կառաջարկեք նրանց։ Մի քիչ փորձեն ավելի թիմային խաղ խաղան։ Շնորհակալություն։ Իդեպ հասկանալի է, որ թիմային խաղը այդքան էլ լավ չի ստացվում, իրենք հիմնականում տարբեր թիմերում են խաղում։ Շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան, Այո, անգլիական ֆուտբոլային ակումբներից որոնք եք ամենաշատը սիրում։ Լիվերպուլը։ Դե պատահական չի, որ դուք պատասխանեցիք այդ հարցին։ Իսկ ինչու հենց այդ ակումբը։ Դեք փոքր ժամանակվանից խաղազգեստներ դուր եկել, հետո պատմություն եղավ հետը, որ դիսկվալիֆիկացիա արեցին ակումբը, անգլիական ակումբները, ոնց որ ուզում ես միշտ պաշտպանես դժվարներին, տենց սիմպաթիա առաջացավ։ Ձեր դեմ խաղում է Վարդուհի Ավակյանը, բուժքույր Երևանից։ Այս տերմինը, որն առաջացել է անցյալ դարի սկզբին, նախատեսված էր մի ոլորտի համար։ Դա գործընթաց է, որտեղ արդյունքը ծնվում է այստեղ եւ հիմա։ Հեռուստադիտողը ուսումնասիրելով տերմինի նշանակությունը, եկել է եզրակացության, որ այն կարելի է կիրառել նաև մեր ինտելեկտուալ խաղի նկատմամբ։ Սա թիմային աշխատանքի մոդել է, որտեղ յուրաքանչյուրն ունի ձայնի իրավունք, բայց միևնույն ժամանակ լսում է դիմացինին։ Մեկը գաղափար է նետում, մյուսը որսում եւ լրացնում է այն, երրորդն ընդունում կամ մերժում։ Ուշադրություն հարցը։ Ինչ տերմինի մասին է խոսքը։ Կարող է հանգարց տարբեր Լավ, հիմա ուրիշ տարբերակարա լինի, կանվեյեր, չգիտեմ։ Ասենք ուրիշ Երեկո անգամից այստեղ հիմա որոշում Think tank, չգիտեմ, know-how, ես։ կա որ կտոր հավաքում է, ասենք Ինքը հաստատ այդ ժամանակը, չէ, ավելի շուտ չի եղել։ Բուրիմեն, որը կտոր ոտանավորի բաներ են հաղում, բայց ինքը շուտ է եղել։ մենք հենց տերմինը պետք է ասենք։ Բառը brainstorm։ Всё, չէ։ Այս brain-ing, չգիտեմ ինչ։ Երեք դեր չէ եղավ իդեա գեներացնել, իրար Նետել։ նետել։ հիմա է Բեյսբոլ արվում։ կարա լինի, բեյսբոլի տերմին ինչ-որ Մտքի ինչ-որ բան, պինգ-պոնգ, պինգ-պոնգ չի կարա։ մեկը իդեան Throw, նետում է, catch, բայց քննարկում են, որ ամեն Ինչ-որ մեկը խաղի բան։ իրավունք ունի Չացած խոսք հեռախոս։ Կտոր հավաքում է, խճանկարի նման, դրա համար է բուրիմեն ասում է։ Ժամանակ, ով է պատասխանում, պարոն Քոչարյան։ Մենք վերցնում ենք դալիճի օգնությունը։ Դալիճի օգնությունն եք վերցնում։ Ես կարդամ ու տամ 20 վայրկյան այս տերմինը, որն առաջացել է անցյալ դարի սկզբին, նախատեսված էր մի ոլորտի համար։ Դա գործընթաց է, որտեղ արդյունքը ծնվում է այստեղ եւ հիմա։ Հեռուստադիտողը ուսումնասիրելով տերմինի նշանակությունը եկել է եզրակացության, որ այն կարելի է կիրառել նաև մեր ինտելեկտուալ խաղի նկատմամբ։ Սա թիմային աշխատանքի մոդել է, որտեղ յուրաքանչյուրն ունի ձայնի իրավունք, բայց միևնույն ժամանակ լսում է դիմացինին։ Մեկը գաղափար է նետում, մյուսը որսում եւ լրացնում է այն, երրորդն ընդունում է կամ մերժում։ Ինչ տերմինի մասին է խոսքը 20 վայրկյան դալիճի օգնությամբ։ Իդեաներ, Շորտ, չկա ուրիշ։ տարբերակ Համասում է հալսում։ Ժորժ, հիմա եւ այստեղ here and now։ Ռեդ բեթելի նման չի Մեկը կարա մի լրացնում է, բան։ մյուսը կամ հա կամ չէ։ Ռեդ բաթելի նման, որ մեկը մի բան ասում, մեկը մի Իրար դեմ են, հետոքի է, իրար դեմ են, չէ, կարա։ Ժամանակ, պարոնայք։ Ով է պատասխանում։ Դալիճը մեզ չօգնես, պատասխանում է Սամվել Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Դե, պարոն հաղորդավար, քանի որ մենք ավելի լավ արկաշ չունենք նույնիսկ դալիճի օգնությամբ,
Եկեք բոլոր դեպքերում ասենք, որ խոսքը գնում է brainstorming գաղափարի մասին գործընթացում։ Brainstorm, հասկանալի է։ Ձեր պատասխանը հասկանալի է, ուշադրություն ճիշտ պատասխանը։ Պարոն Խաչատրյան, իսկ պարոն Արտուրյան։ որն է այն մի ոլորտը, որի համար ստեղծվել է brainstorm-ը։ Ձեր կարծիքով իհարկե։ Հենց մեկ ոլորտ, Դե հարցը այդպիսին էր, այս տերմինը, որ առաջացել է անցյալ դարի սկզբին նախատեսված մի ոլորտի համար։ դե ի սկզբանե, եթե ես ճիշտ եմ հիշում, brainstorming-ը ստեղծվել է հենց արտադրական միառումների համար, այսինքն արտադրության համար ինքը նախատեսված, որպեսզի տեղում ինչ որ կարողանա որոշումներ կայացնել։ Հասկանալի է։ Սա թիմային աշխատանքի մոդել է։ Մեկը նետում է գաղափարը, մյուսը որսում եւ ձևափոխում է այն, երրորդը ընդունում կամ մերժում։ Խոսքը jam session-ի մասին է։ 4-1 հոգու հեռուստադիտողների Վարդուհի Ավագյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Մերժել։ Շատ լավն է։ Նկարը ինքը տեմպը Չէ, հայտնի տերմին է, բայց չես գիտել։ Մերժել, հա։ Շատ լավն է, բայց 6-րդ խաղափուլ։ Պարոն Խաչատրյան, Այո, պարոն Արտուրյան։ եթե համեմատեք ձեր թիմը Jam Session-ի մասնակցող նվագախմբի հետ, ձեր թիմակիցներից ում ինչ գործիք կսազեր, ում ինչ գործիք կտայիք։ Խոսքը որ թիմի մասին է։ Այս, որ շատ նման է Jam Session-ի։ Տակ, դե բարդ հարց է, պարոն հաղորդավոր, տենց մի անգամից չենք ակոնորոշեն։ Ես բանջո կնկարեմ, որ օգնեմ։ Գուցե խաղի վերջում կանանք Արտակ պատասխանել։ Թադևոսյան։ Ձեր դեմ խաղում է Արտակ Թադևոսյանը, գործարար Մոսկվայից։ 1998 թվականին Մոսկովյան թերթերից մեկը հոդված հրապարակեց ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ մոսկովյան ռեստորանների ունեցած խնդիրների մասին։ Ուշադրություն հարցը։ Համաձայն հոդվածի սրամիտ հեղինակի, ովքեր էին մոսկովյան ռեստորաններում փոխարինել աբսենտի կմահաչ սիրահարներին։ Ժամանակ То есть absent բառի հետ պետք է խաղա, ժողովուրդ։ Absent-ը բացական է։ Absent, Ինչո բոմբ չէ, ինչո Կմահաչ, Աբսենտի կմահաճ։ շոտ այս ժամանակ կրիզիս է։ Դրա փոխարեն ուրիշ բան Ռուբլի է։ շատ էժանացավ, դոլարը դեռ 30-ից Դրա փոխարեն ուրիշ բան է։ գիտեք կարտոֆիլը, Այ շատ շո է։ Շատ Այդ աբսենտը չկա։ Չէ, լուբիցի աբսենտը Վանգոգի նկարը։ Աբսենտ խմել է, գալիս մենակ աբսենտ էին վերցնում, ուրիշ բան չէին վերցնում։ Իմաստը է, Отсутствие любителей, типа իմաստը նա որ իրան գալիս նստում է մենակ աբսենտ։ Քոնը լավ է, երբ կարտոֆիլը լավ է։ Թանկ խմիչ կա, դա ինչ նկար ունեք, Չէ կարող իրանց թույլ տալ։ Դա ինստանից հանակ է, էլի, հումորով է։ Ուտելու հետ կապված կամ խմելու հետ կապված ուրիշ ինչ-որ բան մենք գիտենք նկար։ Հումորով պետք է լինի սա։ Այդ մեկը հումորով է։ Հասկացա։ Էս սրանիտա։ Синий вечера. завтрак на траве։ Կոմպանիա կրացնում։ Охотники на привале. ով է պատասխանում, պարոն Քոչարյան։ Պատասխանում է Արսեն Ղուկասյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Կարելի է Ղուկասյան։ հարցի ձևակերպումը խնդրեմ կրկնեք։ Համաձայն հոդվածի սրամիտ հեղինակի, ովքեր էին մոսկովյան ռեստորաններում փոխարինել աբսենտի կմահաչ սիրահարներին։ Կարտոֆիլ ուտողները։ Անալոգիան նկարների անվանումներն են հայտնի, լուբիցիլի աբսենտը ու իդակի կարտոֆիլը։ Հասկանալի է։ Ուշադրություն ճիշտ պատասխանը։ Համաձայն հոդվածի սրամիտ հեղինակի մոսկովյան ռեստորաններում աբսենտի կմահաչ սիրահարներին փոխարինելու էին եկել պարոն Ղուկասյան։ Կարտոֆիլ ուտողները Վանգոգի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ 4-2 պարոն Ղուկասյանը կրճատում է հաշվի մեջ։ Տարբերությունը հաշիվը դառնում է 4-2 հոգուտ հեռուստադիտողների։
Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկայ է Armenia 3 Project-ի ռազմավարական գործընկերության եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։ Բարի երեկո, Տիկին Մխիթարյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Մխիթարյան, ինչպես է հնարավոր փոխել մարդկանց ընկալումները բնության պահպանման հարցում, որտեղից եւ ինչպես է պետք սկսել։ Պարոն հաղորդավար, ինչպես է պետք սկսել, շատ համբերատար, մենք սովոր ենք, որ անտառները եւ գիտելիքը դանդաղ ու անշտապ աշխատանք են պահանջում, մենք սկսում ենք դեռ նախակրթարանից, երեխաների կրթությունից, ունենք հանրակրթական դպրոցների հետ մեծ ծրագիր, որոնք էկոակումների միջոցով, բնապահպանական կրթության միջոցով վարք են փոխում ու հույս ունենք ընկալում են փոխում։ Այս ծրագրերը շատ ակտիվ են եղել տարիներ շարունակ, այս տարի առանձնահատուկ տարի է, Հայաստանը գիտեք, հյուրընկալում է COP17 կենսաբազմազանության համաշխարհային կոնֆերանսը, որը շատ մեծ միջոցառում է, ու դրա շրջանակներում մենք առանձնահատուկ կրթության շարք ենք սկսում եւ արշավներ հենց կենսաբազմազանության վերաբերյալ, հույս ունենք, որ կամաց կաթիլներով վարք ու ընկալումը նույնպես կփոխվի մարդկանց։ Շնորհակալություն, Տիկին Մխիթարյան։ Ավելացնեմ միայն, որ Armenia 3 Project-ը այսօրվա մեր բոլոր մասնակիցներին նվիրում է վկայական, որը կբացի արկածային մի ճանապարհ դեպի Լոռու մարզ, Հրանտ Դինքի անտառ, Շվաքում միջոցառմանը մասնակցելու համար։ Իսկ այսօրվա խաղի լավագույն գիտակին Armenia 3 Project-ը կնվիրի Մատենից արքայական բալասանը, հայկական միջնադարյան բժշկական ձեռագրերի գաղտնազերծված բաղադրատոմսերի հիման վրա։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Պարոն Ղուկասյան, Այո, պարոն հաղորդավար։ Վինսենտ Վան Գոգի աշխատանքներից որը կուզենայիք կախված տեսնել ձեր հյուրասենյակում։ Դե երևի ոչ օրիգինալ կգտնվեմ Starry Night, այդն ոնց է աստղազարդ երկինքը։ Որը բոլորը դա կծախենք։ Հա, բայց դեմ չեմ ցանկացած նվերում։ Եթե բնօրինակ է, եկա չէ։ Չէ, ինձ օրինակ նշենին է շատ դուր գալի, գույները ֆանտաստիկ են։ Այո։ Ձեր դեմ խաղում է Հասմիկ Զաքարյանը, իրավաբան Երևանից։ Ակնհայտ պատճառներով հասարակական ընկալման մեջ այդ երկուսը պատմականորեն ծայրահեղություններ էին ներկայացնում, բայց ունեին նաև ոչ այդքան ակնհայտ ընդհանրություններ։ Գործունեության վայրը, այլոց անհասանելի արտոնություններ եւ խոսքի ազատություն դնում էին իրենց կարգավիճակը հաստատող նմանատիպ խորհրդանիշներ։ Ուշադրություն հարցը։ Անվանեք այդ երկուսին։ Ժամանակ։ Կարողա մեկը սևամորթերից սպիտական դնում էին դնում պեչատ կնիկ երևի տես Մուլտիկ կարող է լինի։ Մարցին լյութը։ Մեկը օրինակ եթե Հիսուս Քրիստոսը, օրինակ տենց էլի ինչ-որ բան։ Շատ հայտնի մի դրական Տարածքային մոտավորապես կարա տարբեր պրազնիցիաներ լինի, բայց տարածքում։ Չէ, հավանաբար նույն դարաշրջանում են եղել ու ռասովի իրար Կարող է պրազնիցիաների մասին։ Հռոմի պապերի մասն է խոսքը։ Բայց ինքը դնում է ինչ որ Երևանցի պապա։ Մեկը խոսքի չգիտեմ, Մուֆասա կամ եկեք մանգանք ով էր ինչ խորհրդանիշ դնում։ արտոնություններ նմանատիպ խորհրդանիշ։ Տղտիրականի Կարող է Դալայ Լամա ու Հիտլեր։ Այդպեսի մոտ է սվաստիկա է։ գործունեության վայրը նույնն է ասում։ Նույնն է ասես գործունեության վայրը իր։ Այսինքն ինչ որ նույն արեալում է։ Ասում մուլտիկով լավ եք ասում, այդ ուղղությամբ ինչ որ բան լինի, չգիտեմ, Մուֆասար ու Ժորդ իսկ Հիտլերն ու Չարլին Հռոմի պապը, ժորդ նույն տարածքում։ Մուսոլինի եւ Հռոմի պապը։ Դե բանալիներ են իրար։ Մուսոլինի ֆասիա։ Ժորդ Հռոմում են երկուսները։ Իրան իրար հետ Հիտլերն ու Չապլինը կարելի է համագործակցություն։ Դե վիդիմը Հիտլերը։ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Պատասխանում է Սամվել Խաչատրյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Խաչատրյան։ Մուսոլինի պապ։ Դե լավ, ունենք մի վարկած, որ միգուցե խոսքը գնում է երկու մարդկանց մասին, որոնք գործում են մեկ վայրում, այդպես կարելի ասել, դա Մուսոլինին էր եւ տվյալ ժամանակի Հռոմի պապը, ինչքան հիշում պի ոնց է 6-րդն էր թվով էր։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Արզումանյան, դուք ունեք պատասխան։ Արեգ Վալխասյանը ունի, կարծում եմ ճիշտ պատասխան, պարոն հաղորդավար։ Պարոն հաղորդավար, իմ կարծիքով դա թագավորն է եւ ծաղրածուն, շուտը։ Խոսքը պալատական ծաղրացուի եւ թագավորի մասին է։ Պալատական ծաղրացուն ունեն ազատ խոսելու եւ այլոց այդ թվում թագավորին առանց պատժվելու ծաղրելու իրավունք։
ի հավաստումն այդ իրավունքի պալատական ծաղրածուն ուներ իր կարգավիճակն ու պաշտպանված լինելը ցույց տվող խորհրդանիշներ, ծաղրածուի թագը բաղկացած գլխարկից եւ զանգակներից եւ գավազանը նմանակում էին միապետի թագն ու գավազանը։ Հասմիկ Զաքարյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին, հաշիվը դառնում է 5-2 եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Այս պահին մեր ակումբում սուրճի ընդմիջում է, վայելեք Royal Armenia սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Ինչ, որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստան ույուտ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր կանաչ գործընկերն է Armenia 3 Project բարեգործական հիմնադրամը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դալիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարի երեկո, պարոն Աղթաբար։ Պարոն Հակոբյան, քանի որ եզրափակիչն է, չեմ կարող ձեզ այդ հարցը չտալ, ինչ խորհուրդ կտաք հեռուստադիտողներին, ինչպիսի հարցեր ուղարկեն։ Խորհուրդ կտայի, որպեսզի հարցերում լինի հուշում, մեկից ավել հուշում եւ աղնվազն թիմը ունենա 2 հնարավոր պատասխան, աղնվազն հնարավոր լինի հասնել գոնե 2 պատասխանի եւ փորձել ընտրել եւ նպատակը լինել գրել այնպիսի հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել, դա ամենակարևորն է։ Իսկ գիտակներին ինչ խորհուրդ կտաք։ Այս թմին թե ընդհանրապես։ Ընդհանրապես։ Այս թմին էլ եւ ընդհանրապես այս պայն ես ակնհայտորում եմ, որ թիմը խաղից հաճույք չի ստանում։ Ամենակարևորը խաղից հաճույք ստանալն է։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուր։ Ինչ, որտեղ երբ խաղի բոլոր սիրահարների համար ունենք լավ նորություն, 3W ինտելեկտուալ ակումբում պարբերաբար կազմակերպում են մրցաշարեր, որոնց հաղթողները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցելու ինչ, որտեղ երբ հեռուստաակումբի 2026 թվականի արտամրցութային խաղերից մեկին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041 55 04 96 հեռախոսահամարին։ Ձեր դեմ խաղում է Նարեկ Ավետիսյանը, բուքմեյքեր Երևանից։ Գործարաններում տարիներ առաջ շրջանառության մեջ է մտել մի կանոն, որն արգելում է փողկապ կրել պտտվող սարքավորումների մոտակայքում։ Ուշադրություն, հարցը։ Մեր մշտական հեռուստադիտող Նարեկ Ավետիսյանի դիտարկմամբ էլ որտեղ է գործարաններից բացի կիրառվում այդ կանոնն ակամայից։ Ժամանակ։ Ստեղ։ Մեր մոտ բաբեջկա է, ստեղ էլ պտտվող բան կա։ Բայց ինչ ակամայից։ Որտեղ բաբեջկա ենք։ Կանոնը խաղի տենց է։ Դեստե չի կարող։ Մշտական հեռուստադիտող դրա Բացը Япոնիա վերխի։ Okay, ուրիշ որտե կա դա վտանգի կապ։ Որտեղ է ինչ բաների ֆռում։ ակամայից։ Համելասես մեր խաղի մշտական Լոջիկների համար, Քննարկենք էլի։ կարուսել լոջիկների Լավ, չգեկե հետ կապված ինչ ուրիշ հաղորդում կարան, կազինո, ռուլետկա։ Կատապուլտա։ Աղա ռուլետկա է բան։ Ոստա այնտեղ անցք չկա, որ կարանա։ բայց լոջիկները գաստուկով են, չէ։ Գասկով կարա խփի կանգնացվի։ հատուկ նշեց մեր խաղի մշտական Կա ժողովուրդ։ Աբսուրդ է, եկեք աբսուրդից մի Օդանավակայան, որտեղ փչում է ուժեղ, կարող է բան քաշի, որտեղ լինի։ Причем пилотները, по-моему, գալստուկով են։ Կարող են հերոստադիտողների նկարների վրա տենց շուտ է դժվար։ Կարա, ոչ ոք չի արկելու գալստուկով նկարը։ Կարող մեքենայում քամու տակ ինչ-որ դուրս է գալիս։ Պարոն Քոչյան, ով է պատասխանում։ Դեպքում Արսեն Ղուկասյանը կպատասխանի։ Լսում ենք ձեզ, պարոն Քանի որ Ղուկասյան։ պատասխանատու պահ է, նորից պետք է խնդրեմ կրկնեք հարցի ձևակերպումը, վերջին մասը միայն։ Մեր մշտական հեռուստադիտող Նարեկ Ավետիսյանի դիտարկմամբ էլ որտեղ է գործարաններից բացի կիրառվում այդ կանոնն ակամայից։ Կիրառվում է այստեղ մեր խաղային սեղանի շուրջ, որտեղ մենք նստած ենք բաբեջկաներով ու ունենք պտտվող վալչոկ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ինչպես նշեցի,
Պարոն Ղուկասյան, Նարեկ Ավետիսյանը մեր մշտական հեռուստադիտողն է։ Մեր հեռուստախաղի պարագաներից մեկը հոլապ պատտվող սարքավորում է համարվում, թե ինչու ըստ Նարեկ Ավետիսյանի, ինչ որտեղ երբ հեռուստաշոում գիտակները կրում են ոչ թե փողկապ, այլ թիթեռնիկ։ 5-3 Արտեմ Ղուկասյանը բերում է 3-րդ միավորը իր թիմին եւ կրճատում հաշվի մեջ տարբերությունը։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Ղուկասյան, Այո, պարոն հաղորդավոր։ Ժամանակ առ ժամանակ որոշ գիտակներ, հատկապես կանայք, կարծիք են հայտնում, որ մեր խաղի դրես կոդը փոփոխության ենթարկելու կարիք կա։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք այդ հարցում։ Թվում է կանայք շատ ավելի մեծ ազատություն ունեն բացի գույնից դրես կոդի մեջ, ի տարբերություն մեզ։ Բայց կարծում եմ քննարկելի է, եթե խելամիտ իհարկե առաջարկներ են եթերային։ Ձեր դեմ խաղում է Հասմիկ Ղուկասյանը, մենեջեր Երևանից։ Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն մեզ հստակ հայտնի են այդ կազմակերպության երկու հիմնադիրների անունները։ Այն ստեղծվել է 1935 թվականին Բոբ Սմիթի և Բիլ Ուիլսոնի ծանոթության արդյունքում։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչն է միավորում այդ կազմակերպության անդամակցող մարդկանց ժամանակ։ Հարբեցող են, անոնիմ հարբեցող Իրանք տարօրինակավոր անունն է, բայց գիտե։ Շատ լավ է, շատ լավ է։ Эй. Տանջում ենք։ Լավ է, եկեք не наступать на те же грабли, կելնորք ենք էլի։ Իրաց տարերով ինչ որ Ինչն ամերիկայում տենց է կոչում Anonymous Alcoholics Association։ Ասին չի հակասում էլի։ Չէ, ուզում ասեմ անունների հետ կապված այգում հարցրեց։ Կազմակերպություն էր, ոնց էր Կազմակերպություն, հա։ Անոնիմը հայերեն էլի անոնիմա թե ուրիշ բառ կա։ Ծպտյալ միգուցե։ Անանունը հարբեցող է։ Անանուն։ Պարոն հաղորդավար, Լսում եմ ձեզ։ Լևոն Գրիգորյանը կպատասխանի։ Լսում ենք ձեզ, պարոն Հարցն Գրիգորյան։ ինչն է միավորում, դրանք հարբեցողներ են։ Ինչու։ Այսինքն ինչու։ Որովհետեւ ձեր մոտ թղթի վրա գրած է ճիշտ պատասխան հարբեցողներ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդ կազմակերպությանն անդամակցող մարդիկ, ինչպես եւ ժամանակին Սմիթն ու Ուիլսոնը, ունեն մեկ նպատակ՝ ազատվել ալկոհոլային կախվածությունից։ 1935 թվականին Բոբ Սմիթը եւ Բիլ Ուիլսոնը հիմնել են անանուն հարբեցողների կազմակերպությունը, թեև ինչպես պարզ է դառնում հիմնադիրների վրա անանունության դրույթը կարծես թե չի տարածվել եւ նրանց մասին տեղեկատվությունը հասել է մեր օրեր։ Հաշիվը դառնում է 5-4 հոգուտ հեռուստադիտողների եւ մենք սկսում ենք 10-րդ խաղափուլը։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր նամակներում անպայման նշեք հարցի ձևակերպումն ու ճիշտ պատասխանը, տեղեկատվության սկզբնաղբյուրը, ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև հետադարձ հասցեն եւ ձեր հեռախոսահամարը։ Սուպեր բլից։ Արտեմ Ղուկասյանն է մնում։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ, որպեսզի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Ղուկասյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Անշարժ գույքի վաճառքով կամ վարձակալությամբ զբաղվող հայկական կայքերում, բացի անշարժ գույքի հիմնական չափանիշների հետ կապված տեղեկություններից, նշվում է նաև մի բնորոշում, որը կարելի է հանդիպել միայն Հայաստանում։ Մեհեր Մինասյանը Երևանից հետաքրքրվում է, ինչ բնորոշում է դա։ Ժամանակ։
Ճիշտ ասած, երկու տարբերակ ունեմ։ Եկեք քննարկենք, պարոն Ղուկասյան, իրար հետ։ Եկեք չքննարկենք։ Ասեք։ Պատուհանից երևում է Արարատը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բոլոր երկրներում նշվում են բնակարանի կամ առանձնատան առանձնահատկությունները, գտնվելու վայրը եւ այլն, սակայն միայն Հայաստանում է, որ այդ չափանիշներից բացի նշվում է նաեւ տեսարան դեպի Արարատ լեռը։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք, պարոն Ղուկասյան։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Վերջին տարիներին Հայաստանում իրականացվում է մի նախագիծ, որի շրջանակներում գինու ուղեկցությամբ քննարկումներ են անցկացվում գրքասեր համայնքի եւ գրքերի հեղինակների մասնակցությամբ։ Էվելինա Մարտիրոսյանը Աչաջուր գյուղից հետաքրքրվում է. խորհրդանշական ինչ անվանում ունի այդ նախագիծը։ Ժամանակ։ Ժամանակ։ Այստեղ եկեք քննարկենք, որովհետև նորից երկու տարբերակ ու շատ բարդ է ընտրել գրքեր ու գինի, այսօր արդեն հիշատակված Բրեդբերի խատուտիկների գինին է, Վինոյ Զադուվանչիկովն է առաջինը մտքի գալիս, մյուս տարբերակը գրքերը ասոցացվում են իմաստության հետ, in vino veritas իմաստությունը գինում է։ Ես ամենայնիվ կընտրեմ երկրորդ տարբերակը, in vino veritas իմաստությունը գինում է։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Նախագծի հեղինակները գիրք բառի անգլերեն book անվանումը, պարոն Ղուկասյան, միավորել են գինի բառի հետ եւ ստացել են գինար book անվանումը, եթե արփենալ, ապա միայն գրքից։ Էվելինա Մարտիրոսյանը բերում է 6-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ես արձանագրում եմ հեռուստադիտողների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Անահիտ Ղազարյան, Կարեն Աբրահամյան, Տաթև Մինասյան, Վարդուհի Ավակյան, Հասմիկ Զաքարյան եւ Էվելինա Մարտիրոսյան։ Պարոն Բադեյան, ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Արտեմ Ղուկասյանը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Արտյոմ Ղուկասյանը եւ ստանում է բրիտանացի հռետոր Ջիմ Լոուլեսի գնա այնտեղ, որտեղ վախենալու է մոտիվացիոն աշխատությունը Նաիր Տիկնիզյանի մակագրությամբ, ինչպես նաեւ հայկական միջնադարյան բժշկական ձեռագրերի գաղտնազերծված բաղադրատոմսերի իման վրա պատրաստված մատենից արքայական բալասանը Armenia 3 Project-ի կողմից։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը առաջիկա համերգի հրավիրատոմսի 2 անձի համար։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Էմմա Դանելյան, հիշեցնեմ այդ հարցերը եւ դուք ընտրեք։ Տիգրան Սրապյան, հարսանեկան ծախսերի մասին հարցը, Մայրանուշ Համբարձումյան, հարթ կոշիկի վերածվող բարձրակրունկների մասին, Արտակ Թադևոսյան, աբսենթի սիրահարների եւ կարտոֆի լուտողների մասին, Նարեկ Ավետիսյան, փողկապի փոխարեն թիթեռնիկ կրելու մասին, Հասմիկ Ղուկասյան, անանուն հարբեցողների կազմակերպության մասին եւ Մեհեր Մինասյան, դեպի Արարատը բացվող տեսարանի մասին։ Պարոն հաղորդավար, կարտոֆիլ ուտողների մասին հարցը։ Արտակ Թադևոսյանը կարտոֆիլ ուտողների մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվեր քարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Անդրեյ,
Ավարտվեց եզրափակիչ խաղը եւ մեզ մնացել է միայն որոշել ամառային եթերաշրջանի լավագույն խաղացողին։ Ուշադրություն։ Մի քանի րոպեից հետո մենք պարգևատրենք լավագույն խաղացողին, բայց մինչ այդ լսենք ավակների եւ հովանավորների կարծիքը։ Պարոն Հարություն Արզումանյան։ Այո, պարոն հաղորդավար։ Հիշեցնեմ հարցերը։ Անահիտ Ղազարյան ենթագրերի մասին սուբտիտրների, Կարեն Աբրահամյան ավտոբուսի կեղծ կայանի մասին, Տաթև Մինասյան արագ հագնվող մայրերի մասին, Վարդուհի Ավակյան Jam Session-ի մասին, Հասմիկ Զաքարյան Թագավորի եւ ծաղրածուի մասին եւ Էվելինա Մարտիրոսյան Գինարբուկի մասին։ Երեք հարցի միջով եմ ես ընտրում, երեք հարց ինձ դուր եկան, Jam Session-ի մասին հարցը շատ լավն էր, բայց տերմինը կարծում եմ ոչ այդքան հայտնի, մի փոքր ոչ այդքան հանրամատչելի, ինձ շատ դուր եկավ ենթագրերի մասին հարցը, ես քվեարկում եմ այդ հարցի օգտին։ Անահիտ Ղազարյան ենթագրերի մասին հարցը։ Պարոն Նարեկ Մնացականյան։ Պարոն հաղորդավար, ինձ դուր եկավ Թագավորի եւ ծաղրածուի մասի հարցը։ Հասմիկ Զաքարյան Թագավորի եւ ծաղրածուի մասին հարցը։ Այո։ Հասկանալի է։ Պարոն Տիգրան Քոչարյան, ոնց որ թե անցնում ենք արդեն ձեզ, որովհետեւ մեր ավակները այսօր նստած են հիմնականում։ Լավ իմաստով։ Առայժմ լավ իմաստով։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած մի քիչ բարդ է ընտրել հարց, որը չես պատասխանել, սխալ ես պատասխանել։ Երևի համաձայնվեմ Հարություն Արզումանյանի հետ։ Անահիտ Ղազարյան ենթագրերի մասին։ Այո։ Պարոն Հայկ Ղազազյան։ Բարև ձեզ, ինձ ամենից շատը դուր եկավ Jam Session-ի մասին հարցը։ Jam Session-ի մասին հարցը։ Պարոն Արմեն Բալյան։ Կհամաձայնվեմ Հայկի հետ, Jam Session-ի մասին հարցը ինձ ամենաշատը դուր եկավ։ Հասկանալի է։ Տիկին Մարինա Մխիթարյան։ Շատ դժվար անկեղծ ասած երևի Թագավորն ու ծաղրածուն։ Թագավորն ու ծաղրածուն։ Տիկին Էմմա Դանելյան։ Որպես երաժշտության սիրահար ես իմ ձայնը կտամ Jam Session-ի հարցին։ Jam Session-ի հարցին։ Պարոն Դավիթ Բադեյան։ Ինձ նույնպես Թագավորը եւ ծաղրածուի հարցը։ Թագավորը եւ ծաղրածուի հարցը։ Պարոն Մեսրոպ Հակոբյան, ստացվել է այնպես, ասա այն քիչ դեպքերից է, երբ ձեր ձայնից շատ մեծ բան է կախված, պարոն Հակոբյան, դուք միշտ բողոքում եք դրանից։ Այս անգամ ձեզ կգցեմ պրոբլեմի մեջ, որտեվ իսկ դուք եկեք կանգարի մասին հարցը։ Ես հասկացա ձեզ, պարոն Հակոբյան, ես պարտքը մի օր կվերադարձնեմ անպայման։ Չեմ էլ կասկածում։ Ուշադրություն։ Ինչ որտեղ երբ 2026 թվականի ամառային եթերաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվում Հասմիկ Զաքարյանը, որը ստանում է մեր գլխավոր մրցանակը Մարմարե արծիվը եւ 300,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Այսուհետ այն ձերն է։ Թագավորի եւ ծաղրածուի մասին հարցներ։ Մինչ նոր հանդիպում Armenia TV-ի եթերում։